Ողջունում եմ բարեկամներ, այսօր ծանոթացնում եմ մի շատ հետաքրքիր ծառատեսակի հետ ձեզ, շատ հետաքրքիր, շատ քիչ ուսումնասիրված Հայաստանում և քիչ ներկայացված։ Կրիպտոմերիա ճապոնական, էլեգանտ ձևը և կանաչ ձևը։ Սա շատ նուրբ, տեսեք, նուրբ ասեղնատերևներ են, ու ստեղ չի կարելի ասել, շատ նուրբ են, փափուկ, նույնը այս մեկը, սա էլեգանտ ձևն է, էլեգանտ ձևը ավելի մուք է, ձմռանը կարմրում է, գարնանը նորից ընդունում իր կանաչ ձևը, բայց բոլոր դեպքերում տարբերվում է գույնով։ Հայրենիքը ճապոնյան է, սիրում է մեղմ կլիմա, դիմանում է մինչև -18 աստիճան ցրտերին 2-3 օր, ոչ ավելի, և կարող է ցրտահարվել։ Դրա համար մենք երկար տարիներ անցել է այս ծառը փորձարկում, Իջևանում է լավ, Իջևանի շրջանում դիմանում, նոյեմբերյան, Շամշադինի ոչ բարձրադիր վայրերում, Մեղրիում, մնացած վայրերում սա չի դիմանա, բայց ունի մեկ առավելություն, շատ լավ դիմանում է որպես թաղարային բույս և որպես ջերմոցային բույս, ավելի պրակտիկ օգտագործելու, կիրառելու տարբերակ է որպես ֆոյեներում, ընդունարաններում մեծ, բարձր, լուսավոր, ուրեմն շենքերի ներսում և պարտադիր լավ լուսավորված, բնական լույսով։ Մեր տնկարանը գտնվում է Իջևանի շրջանի Դիտավան գյուղում, Դիտավանի մի մասը, սարերը, դիմացը Աչաջուր գյուղն է, սա մյուս տեսակներն են, մենք տույան արդեն ներկայացրել ենք, ուղղակի հիմա այսպես բանցիկ անցնենք, դիմացը ռոզմարինն է, մի քիչ ավելի հեռու լավանդա, սրանք կենիներ են, տիս և կարող են, եթե ֆոյեներում ցանկություն ունեցողներ լինեն, կարող են տրամադրել անհրաժեշտ չափի թաղարներ, ծաղկամաններ, մենք կարող ենք տեղադրել ամրանան բույսերը և նոր հնարավոր կլինի տեղափոխել։ Ընդհանրապես Իջևանի պայմաններում սրանք բարձրացել են 7-ից 8 մետր ամենաշատը, իսկ թաղարի մեջ կբարձրանա մոտավորապես 3-ից 4 մետր։ Ասպես առաջարկում ենք այսպիսի գեղեցիկ բուսատեսակ, շատ լավն է, շատ գեղեցիկ է, կարելի է կիրառել։ Սրանք գիհիներ են, սրանք առանձին ենք անդրադառնալու, ոսկեգույն տույաններն են, ամենալավ ոսկեգույն երանգը ստանում են այս սեզոնին, ապրիլ-մայիսին, տեսեք ինչքան գեղեցիկ է, սրանք շատ շարքով կամ խմբով կիրառելիս այնքան էլ գեղեցիկ տես չեն, պետք է կանաչ ֆոնի հետ լինի, ասենք
լինի կանաչ շարք կամ խումբ, նոր մեջը այսպես ոսկի երանգը ստանալ։ Հաջողություն բոլորին, լավ օր։